Ֆուտբոլասերը բարեկամներ խաղային օրվա վերջին հանդիպումն է մեկտարկում ու վարքյաններ անց կտրվի արդեն Winter Cup-ի կիսաեզրափակիչի այս դիմակայության Ատլետիկո Վերդե դիմակայության պատասխան հանդիպման մեկտարկայո առաջին խաղում գրանցվեց մարտական ոչ ոքի հաշիվ ու այսօր տեսնենք թիմերից ով է լքում պայքարը կիսաեզրափակիչից իսկ ով է շարժվում այս ամիսների պայքարից հետո դեպի եզրափակիչ մեկտարկած այս հանդիպումը գնդակով Ատլետիկոյի ֆուտբոլիստներն են եկեք արագորեն ծանոթանանք թիմերի հայտարարությունների հետ ու սկսենք հենց Ատլետիկոյից այո որպես նոմինալ դաշտի տեր դարպասը պաշտպանում է Աշոտ Գասպարյանը համար 1 Հրանտ Գևորգյան համար 2 Գոր Մարկարյան համար 5 Արման Ավդալյան համար 6 Թովմաս Սարգսյան համար 8 Գագիկ Ակուլյան համար 9 Նաթիմի Ավակտե Ռաֆայել Ազիզյան համար 11 Ալեքս Մանուչարյան համար 13 Գուրգեն Ռևազյան համար 18 Արտուր Ղանդիլյան համար 20 Հարություն Դունամալյան համար 21 Ռաֆայել Մկրչյան համար 22 եւ Ժորա Գևորգյան համար 80 թիմի գլխավոր մարզիչն է Հայկ Միրզոյանը Վերդեր Էդվարդ Հարությունյանը պաշտպանում է դարպասը համար 1 Էրիկ Էլոյան Հիմա վտանգավոր հարված ենք տեսնում Ակուլյանից ու առաջին վտանգավոր պահ այս խաղում Հարությունյանը կարողացավ ամեն դեպքում չեզոքացնել վտանգ ու առաջին անկյունայինն է վաստակում Ատլետիկոն այս խաղում անկյունայինից հետո կծանոթացնեմ Վերդերի հայտարարությունը Թովմաս Սարգսյանն է իրացնում անկյունայինը կա փոխանցում հեռացված է գնդակը եկավ այդ Մելքոնյանի մոտ ու տեսնքի չառունակությունը մտածել Մելքոնյանը ուժեղ փոխանցում դեպի Էրզրումյանը բայց Մկրչյանը հաստրեց հեռացնել գնդակ ու եզից կնետեն Վերդերի ֆուտբոլիստները Սկսեմ ծանոթացնել Վերդերի հայտարարությունը Էդվարդ Հարությունյանը պաշտպանում է դարպասը համար 1 Էրիկ Էլոյան համար 7 Համլետ Մկրչյան համար 8 Հայկ Մուրադյան համար 10 Թիմի ավակ Մայիս Մելքոնյան համար 11 Խաչատուր Էրզրումյան համար 14 Հակոբ Ամիրյան համար 17 Սուլեյման Անիմասաուն համար 18 Զորաբ Ադարյան համար 23 Հրաչա Յարդումյան համար 26 եւ Պահեստային դարպասապանն է Իգոր Հովսեփյանը համար 99 Թիմի գլխավոր մարզիչն է Արտուր Սարգսյանը Այո, ովքեր դիտել են այս զույգի առաջին հանդիպումը կիսաեզրափակիչի առաջին հանդիպումը նախորդ շաբաթ կփաստեն իսկապես շատ գեյ դրամատիկ հանդիպում ստացվեց Ակուլյանը ուժեղ էր մի փոքր փոխանցումը ինչ անցում կատարեց բայց Ակուլյանը այս իրավիճակում այո հուսակ որ նման իրավիճակների պակաս չեն կունենա այս խաղում իհարկե դա կասկածից կարծում եմ դուրս է քանի որ դիտում ենք Winter Cup-ի կիսաեզրափակիչը լավագույն կարիակն է մնացել պայքարի մեջ Ատլետիկոն Վերդերը Վիլյարեալն ու Լերլային Արցախ ու այս 4 թիմերից մեկը ի վերջո այս ամիսների պայքարից հետո պետք է նվաճի Winter Cup-ի սպասված գավաթը Մկրչյան դեպի Ակուլյանն է ուղարկել գնդակը բայց այստեղ անաստե ստացվեց Ակուլյանի փոխանցում այո շարունակեմ միտքս ովքեր դիտել են առաջին հանդիպումը կփաստեն իսկապես գեր հետաքրքիր գեր դրամատիկ հանդիպում ստացվեց գրանցվելով 2-2 վերջնական արդյունքը այդ խաղում այն որ դա առաջին հանդիպումն էր մի փոքր թիմերը ավելի զգուշավոր էին խաղում դե պատկերացեք այսօր ինչ ֆուտբոլ է սպասվելու մեզ թիմակայության պատասխան խաղում Էլոյան հաջող խլում այստեղ ստացվեց փոխանցումն էլ կա Խաչատուր Էրզրումյան ու Գասպարյանը հասցրեց հեռացնել գնդակը թույլ չտալով Էրզրումյանին հարվածել Հայկ Մուրադյան Շատ լավ փոխանցում հետևեց Մելքոնյանի ուղղությամբ ընդունեց գնդակը Մելքոնյանը մեկը մեկի դեմ պայքար բայց Մկրչյանը հեռացեց հետո հենց Մելքոնյանից էլ գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից ու եզից նետելու է Ատլետիկոն Այո իսկապես առաջի խաղը շատ հետաքրքիր ստացվեց կարողացան Վերդերի ֆուտբոլիստները բացել հանդիպան հաշիվը Մայիս Մելքոնյանը հարվածով աշկի ընկավ այնտեղ հետո խփեց երկրորդ գնդակը այդ խաղում Վերդերը Համլետ Մկրչյանը դարձավ գոլի հեղինակ ու իհարկե շատ լավ առավելություն ուներ Վերդերը կիսաեզրափակիչում այն էլ Ատլետիկոյի պես ակումբի նկատմամբ այն որ Ատլետիկոն նախորդ խաղի ժամանակ խոսեցի բայց հարկ եմ համարում եւս մեկ անգամ հիշել ամբողջ Winter Cup-ում ճունի պարտություն եւ դա առաջին դեպքն էր երբ Ատլետիկոն ամբողջ մրցաշարում հայտնվել էր երկու գնդակով պարտվողի կարգավիճակում պատկերացնում եք ինչ հանդիպում ստացվեց բայց վերջնամասում երբ Ատլետիկոն արդեն Ռոպեներ անց պետք է կրել իր առաջին պարտությունը Winter Cup-ում այո այն ստանդարտները եկան օգնության ինչը շատ լավ է իրացնում Ատլետիկոն Ալեքս Մանուչարյանը Տուգանայինից կրճատեց հաշիվը հետո էլ ամենավերջին դրվագում Ղանդիլյանի հարվածը դիպուկ ստացվեց ու Ատլետիկոն նորից խուսափեց պարտությունից այդ խաղում այո Ատլետիկոն նաև եղել էր Վիլյարեալի հետ խաղում պարտվողի կարգավիճակում մեկ գնդակի տարբերությամբ
Վերջտամ ասում կարողացել էր խփել երկրորդ ու հավասար էստե հանդիպան հաշիվ ու Ատլետիկոն նորից մնաց անպարտելի։ Այնպես որ տեսնենք այսօր թիմերը ինչ են առաջարկելու մեզ, եթե նորից ոչ ոքի է գրանցում, ապա արդեն այդ խաղային արվածաշարն է գալիս թիմերին օգնության, բայց իհարկե տեսնենք բանը դրան կհասնի արդյոք, թե ամեն դեպքում կողմերից որևէ մեկը հենց 50 րոպեվա ընթացքում կորոշի հաղթողի անունը։ Հայկ Մուրադյան շատ լավ փոխանցում դեպի Սուլեյմանը կատարեց Մուրադյան, այո թիմերը շատ մեծ ճանապարհ են անցել մինչև այս փուլը։ Սկսված խմբային փուլից վերջացած փլեյօֆի 1-8-ից 1/4-ից ու հիմա էլ արդեն Կիսա Եզապակիչից, այո Վերդեր ուժեղ էր Էվերտոնից 1/4-ում երկու խաղերի արդյունքում երկու գնդակի տարբերությամբ հաղթարեց 1-8 ու դուրս եկավ 1/4 Եզապակիչ Ատլետիկոն երկու խաղերի արդյունքում առավելության հասավ Կադիսի նկատմամբ դուրս գալով 1/4 հետո էլ արդեն պայքարը շարունակեց 1/4 Եզապակիչում Ատլետիկոն որտեղ մրցեց Սելտայի դեմ ու նորից երկու խաղերի ընդհանուր հանրագումարում Ատլետիկոն ունեցավ առավելություն Վերդերը դուրս եկավ 1/4 Եզապակիչ ու շատ հետաքրքիր պայքար ստացվեց Արաքսի հետ Վերդերի համար երկու խաղեր, երկուստ էլ կրկին ոչ ոքի ու արդեն այդ խաղային 11 մեջանոց հարվածաշարով ավելի ուժեղ գտնվեցին Վերդերի ֆուտբոլիստները Վերջին հարվածը եկավ այդ խաղում Վերդերին օգնության, որտեղ Մայիս Մելքոյանը մոտեցավ գնդակին ու 11 մետրից նշակետից շատ դիպուկ գտնվեց ոչ մի շանս չտալով Արաքսի դարպասապահ Սևակ Մուրադյանի եւ դրանից հետո թիմերը մեկ հանդիպում են անցկացել միմյանց դեմ մրցելով Կիսա Եզապակիչում ու այսօր արդեն տեսնենք այս խաղում կողմերից ով է ավելի ուժեղ գտնվելու իսկապես կրկնում եմ երկու այնպիսի թիմեր են մրցում որ երկուսից մեկի մրցաշարում չմնալուց հետո իհարկե կտխրենք այն առումով որ երկու թիմերից որը ճիշտ է երկուսն էլ հանդես են գալիս էլիտ լիգայում բայց իհարկե Վինտեր կապը այլ անուն այլ առաջնություն է այլ պայքար այլ այսպես ասեմ այլ ոչի առաջնություն այստեղ փլեյօֆերով է Թովմաս Սարգսյան հերվից հարված բարձր է ստացվում ճիշտ է Էլիտ լիգան նույնպես շատ արդյունավետ մրցաշրջան է խոստանում երկու թիմերը միանշանակ պայքարելու են վերին հորիզոնականների համար, բայց ամեն դեպքում այս ամիսների պայքարից հետո կողմերից որևէ մեկի մրցաշարը լքելուց իհարկե հաճելի չի լինի, բայց սա է ֆուտբոլը ինչ արած մեկը պետք է այսօր հրաժեշտ խաղադաշտում Վինտեր կապին, իսկ մյուսը ուղևորվի դեպի Եզրափակիչ, որտեղ կսպասի Վիլյարեալն ընդդեմ Լեռնային Արցախ զույգի հաղթողին Մելքոնյանին ճանցում ու փոխանցում, բայց այստեղ Մկրտչյանը հեռացեց, հետո է Թովմաս Սարգսյանը Մարկայանին ուղարկեց գնդակը, բայց Մարկայանի փոխանցումը Սուլեյմանին է բաժին հասնում Համլետ Մկրտչյան, հարվածը կա ու Գասպարյանը ֆիքսում է, այո, այստեղ գնդակը վտանգավոր հարված ամեն դեպքում ստացվեց Մկրտչյանից, ինչ անում Ալեքս Մանուչյանը, Գևորգյան, ու սա է արդեն կարող է տեղին քարտ լինել Էլոյանին, իհարկե շատ վտանգավոր գոտում խախտեց խաղի կանոնները Գևորգյանի դեմ պայքարում ու տեսնենք այո Գևորգյանը արդեն հարված էր կատարում, կարող էր փոխանցել նաև Ղանդիլյանին, բայց Էլոյանը խախտեց խաղի կանոնները ու կարծում եմ սա առաջին դրվագն էր այդ իսկ պատճառով այստեղ մրցավարը Էլոյանին չզգուշացրեց Իսկապես եթե հիմա Ատլետիկոն այս ստանդարտը չվերացի գոլի, ապա կարելի է ասել մեղմ ասած Էլոյանը փրկում է այս իրավիճակում Վերդերին այս խախտում իրականացնելով դա ռիսկային էր, կարող է նաև իհարկե հենց մեկտարկում դեղին ստանալ Էլոյանը, բայց մրցավարը առայժմ դեղին քարտյուշ չտվեց, իսկ ստանդարտ, որը Ատլետիկոն լավ է իրացնում, Ալեքս Մանուչարյան հարված ու խնդրեմ 1-0 Ատլետիկոն ընդհանուր դիմակայությունում հաղթում է 3-2 հաշվով Ալեքս Մանուչարյան հրաշալի հարված ստացվեց Տուկանայինից 1-0 այս խաղում 3-2 ընդհանուր դիմակայությունում այս պահին արդեն Ատլետիկոն ունի առավելություն այս դիմակայությունում առաջին անգամ այո
առաջին խաղում Ատլետիկոն հաղթողի կարգավիճակում չէր եղել եւ այսպես խնդրեմ նորից Տուգանայինից գոլ 3 գոլերը Վերդերը բաց է թողել Ատլետիկոյի դեմ խաղերում հենց ստանդարտներից իսկապես շատ հաջող են իրացնում Ատլետիկոյի ֆուտբոլիստները Տուգանայինները դեմ Անվուչարյանն էլ առաջին խաղում հենց Տուգանայինից աշկի ընկավ հիմա էլ ավելի խելացնոր հարվածով գրավեց դարպասը Մուրադյան հաստրեց շեղել գնդակի ուղղությունը եկավ Ակուլյանի մոտ եւս մեկ հարված ու հիմա Էդվարդ Հարությունյանը կարողանում է հեռացնել գնդակայո խոճապը առաջացել հիմա Վերդերի ֆուտբոլիստների մոտ Ատլետիկոն ողջ ուժերով այս րոպեներին գրոհում է ու անկնային են վաստակել հիմա Ատլետիկոյի ֆուտբոլիստները Ղանդիլյանն է գնդակի մոտ տեսնենք ինչ փոխանցում կհետևի վտանգավոր փոխանցում ու չհասավ Ակուլյանը այստեղ այս փոխանցումը եզրափակելու համար այո ինչ է կատարվում հիմա խաղադաշտում իսկապես Վերդերը չի եղել պարտվողի կարգավիճակում այս դիմակայությունում եւ դա հիմա կարելի է իհարկե Վերդերի տեսանկյունից հասկանալ իհարկե նրանք չեն համակերպվում այս մտքետ չեն եղել այս իրավիճակում բայց իհարկե Ատլետիկոն իր զենքերը օգտագործում է Էրզրումյան վտանգավոր է հարված ու հիմա էլ Էրզրումյանի հարվածը բարձր ստացվեց բայց անդրադարձ եղավ ու անկյունային է վաստակում Վերդերը այս իրավիճակում Այո, Ատլետիկո Երևանը իդեպ նշեմ առաջին անգամ այս ամիսներից հետո չհաշված իհարկե Վահե Գալստյանի վնասվածքով ստացել է 1-8-րդ եզրափակիչում Կադիսի դեմ խաղում բավական բարդ վնասվածք ու դեռ երկար ժամանակ կբացակայի Ատլետիկոն այս ամիսների պայքարում իհարկե դժվար է հիշել վերջին անգամ երբ է նմանատիպ հայտարարությամբ եղել այս հանդիպանը Գրեթե ողջ կազմով բացի Վահե Գալստյանից Ատլետիկոն ներկայ այս հանդիպանը նույնիսկ Ռայվազյանն է վնասվածքից որոշակի չափով ապակինվել ու այսօր ամեն դեպքում կա թիմի հայտարարություն կտեսնեք Ռայվազյանի խաղադաշտում թե ոչ դա արդեն հարցի մյուս կողմն է Զորաբ Ադարյան Դեպի աճուղարկեց գնդակը Մելքոնյանին իհարկե դե Ատլետիկոյի տեսանկյունից հասկանալի է հիմա տեսնենք այս պահը Մելքոնյանն ու մի փոքր բարձր է ստացվում Մելքոնյանի հարվածը ինչ անցում ստացվեց Մելքոնյանի մոտ երկու մրցակցի դեմ պայքարում բայց հարվածը դիպուկ չէր այս անգամ այս Մելքոնյանի մոտ պետք է իսկապես Ատլետիկոն աչալրջորեն վերահսկի Մելքոնյանին Սարգսյան կտրող փոխանցում բայց Մուրադյանը շատ հաջող պաշտպանվեց այստեղ Համլետ Մկրտչյան դեպի Սուլեյմանը փոխանցում հետևեց Իսկ այստեղ չհասկացան Էրզումյանն ու Սուլեյմանը միմյանց, այո Էրզումյանը բացակայում էր առաջի խաղում, նա որակազրկված էր ուներ դեղին քարտերի քանակ, որը իհարկե մեկ հանդիպում թույլ չտվեց Էրզումյանին մասնակցելու եւ դա եղավ հենց կիսաեզրափակիչը, բայց այսօր Էրզումյանի որակազրկումը կարելի ասել անցել է նա Արդեն ամբողջովին ինտեգրվել է խաղին, իսկ հիմա Գևորգյանի փոխանցում ուժեղ էր ու եզից կնետի Վերդերը, բայց միջ այդ փոփոխություն է տեղի ունենում Ատլետիկոյի կազմում Դունամալյանն է մտնում խաղադաշտ ու խաղադաշտը լքեց հանդիպան միակ գոլի հեղինակ Ալեքս Մանուչարյան այս րոպեներին եզից նետում է Հայկ Մուրադյանը Սուլեյման Դեպի Համլետ Մկրտչյանն էլ դեպի Ադարյան ու խորքից Վերդերը փորձում է գրոհ սկսել այո Պետք է իսկապես Վերդերը մտածի այս րոպեներին հաշիվը վերականգնելու մասին այլապես եթե այսպես ընթանա հանդիպում ու Ատլետիկոն կարողանա եւս մեկը հեղինակել ապա Վերդերը կհայտնվի ծանր կայացության մեջ Վահիս Մելքոնյան ու Թովմաս Սարգսյանից այստեղ դուրս եկավ գնդակը դաշտի սահմաններից անկյունային հարված է վաստակում Վերդերը այս իրավիճակում Արագորեն խաղարկեցին Վերդերի ֆուտբոլիստները գնդակը Մելքոնյան ու բարձր է ստացվում Մելքոնյանի կրակոցը հեռավոր վերին անկյունը փորձեց գրավել բայց այստեղ էլ ավելի բարձր ընթացավ Մելքոնյանի հարվածը նախատեսվածից բարձր ու Գաշոտ Գասպարյանը սկսում է դարպասից Գագիկ Ակուլյան Հրաշալի գործողություն Ակուլյանը իրականացեց այստեղ ու տեսնենք կա Դունամալյանը բայց Ղանդիլյանին է ուղարկել գնդակը եւս մեկ վտանգավոր իրավիճակ ու Հարությունյանը վերցնում է այստեղ գնդակը շատ լավ նկատեց բաց անկյունը Ղանդիլյանը ու փորձեց պատտեսնել գնդակը բայց այստեղ Էդվարդ Հարությունյանը ամենաճիշտ դիտքը զբաղեցեց ու կարողացավ ֆիքսել գնդակը Էլոյան աչեզրով անցավ Դունամալյանին ու Դունամալյանը հետո խախտեց խաղի կանոնները Էլոյանի դեմ պայքարում իհարկե Բավական, այսպես ասած, ճիշտ է, թիկունքից հրեց ամեն դեպքում, բայց ամենակոպիտ խախտումներից մեկը չէր, որը թույլ տվեց Դունամալյան այստեղ
Ամեն ինչ Կարքին Էլոյանի հետ նա կանգնեց ոտքի, հիմա Վերդերի գրով, բայց Էրզումյանի փոխանցումը ուժեղ էր այստեղ։ Գասպարյանը թիրեց գնդակին, հետո էլ նետեց դեպի Ղանդիլյանը, բայց Համլետ Մկրտչյանը ավելի շուտ է արձագանքում գնդակին դեպի Էրզումյան, իսկ Էրզումյանի փոխանցումից հետո Սարգսյանն արձագանքեց գնդակին, իսկ հետո գնդակը եթե չեմ սխալվում Մարկարյանի ձեռքին դիպավ այս իրավիճակում ու ստանդարտ է վաստակել Վերդերը նույն դիրքում գրեթե ինչը վաստակեց Ատլետիկոն ու վերացեց գոլի այդ ստանդարտը հիմա տեսնենք արդեն Վերդերը ինչպես է իրականացնելու այս տուգանային այն որ թե Մելքոնյանը թե Մկրտչյանը կարող են նմանատիպ տարածությունից գրավել դարպասը դրանում կասկած իհարկե չկա տեսնենք այս անգամ այս դիրքից ինչպես է ստացվելու նրանց կատարած հարվածը Էրզումյանը նույնպես գնդակի մոտ է եւ չի հեռացել ու տեսնենք կա մրցավարի Սուլիչը ով է հարված կատարելու 3 ֆուտբոլիստ գնդակի մոտ են թողեց Մելքոնյանը Մկրտչյանին չհարվածեց բայց Էրզումյանը հարվածեց ու նորից գոլի հեղինակ են դառնում խաղադաշտում ֆուտբոլիստները տուգանային հարվածից այս խաղում 1-1 դիմակայությունում 3-3 նորից հավասարություն է Խաչատուր Էրզումյան 1-1 այս խաղում 3-3 դիմակայությունում ոչ պակաս գեղեցիկ գնդակ տուգանայինից տեսանք կան հեղինակեց Ալեքս Մանուչարյանը նմանատիպ ոճերով դարձան Էրզումյանն ու Մանուչարյանը գոլերի հեղինակներ այո այստեղ արդեն սա երևաց որ Վերդերի տնային աշխատանքներ 3 ֆուտբոլիստ գնդակի մոտ էին Մելքոնյանը ցույց տվեց հարված չկատարեց Մկրտչյանը մոտեցավ չկատարեց այդ հարվածը ու հնարավորություն տվեցին ավելի ազատ գոտուս պատի միջով գնդակը իհարկե անցկացնելու համար Խաչատուր Էրզումյանին ով շատ դիպուկ հարվածեց ու խնդրեմ Վերդերը գրավեց դարպասը Ղանդիլյան լավ դեր անցումը հարվածը նույնպես բայց մի փոքր շեղությամբ ընթացավ Ղանդիլյանի հարվածը այո հիմա արդեն Ֆուտբոլիստերին իհարկե գնալով էլ ավելի կբորբոքվեն էլ ավելի տեղի կտան դե դա միանշանակ հասկանալի է մենք դիտում ենք Վինտեր Կապի կիսա եզրափակիչը որտեղ պատահական թիմեր չեն հայտնվում Էրզումյան Չխախտեց արդյոք Մարկարյանը թիկունքից ոչ իսկ հիմա Ակուլյանն է շատ գեղեցիկ գործում պայքարի մեջ մտնելով 2 անգամ ու գնդակի տեղափոխություն դեպի Ղանդիլյանը Մուրադյանն է դիմավորել Ղանդիլյանին բայց Ղանդիլյանը կտրող փոխանցում կատարեց հասցրեց այստեղ ամեն դեպքում Ադարյանը Գնդակ ուղարկել դարպասապա Էդվարդ Հարությունյանին նորից Ադարյան Եկար փոխանցում առաջ բայց այստեղ Դուրս եկավ գնդակը դաշտի սահմաններից ու եզիս նետելու է Երևանի Ատլետիկոն Դեպի Ակուլյանը փոխանցում կատարեց այստեղ Մարկարյանը Տեսնենք ինչ որոշում է կայացնում Ակուլյանը առայժմ մանևրում է խաղադաշտում գնդակով Հիմա կա փոխանցումը տեսեք ինչու է այսքան դադար պահել Ակուլյանը Մարկարյան Դունամալյանին փորձեց ասյագրել, բայց Ադարյանը հրաշալի է պաշտպանվում, հրաշալի ուղարկում դեպի Էրզումյանը, Մելքոնյան, նորից Էրզումյանն է պայքարում այստեղ, բայց արդեն չստացվեց ու հիմա Ատլետիկոն խլել է գնդակը մրցակցից Դունամալյան դեպի ձախ տարավ իսկ Էլոյանը ոտքերի վրա շատ ամուր կանգնեց այստեղ ու թույլ չտվեց Դունամալյանին շրջանցել իրեն Ամեն դեպքում եզից է նետում Ատլետիկոն Թովմաս Սարգսյան Դեպի Ակուլյանն էր փորձում ուղարկել, բայց Մելքոնյանը ավելի լավ արձագանքեց այստեղ գնդակին ու հիմա խաղարկում Էրզումյանի հետ կրկին Մելքոնյան նորից Էրզումյան Թողնում է գնդակը Մելքոնյանին շատ լավ դեր կրունկով այս փոխանցումը գեղեցիկ խաղարկումներ են երկու ֆուտբոլիստի միջև Վերդերի, բայց այստեղ Ատլետիկոն կարողանում է դուրս գալ պաշտպանությունից եւ մեկը մեկի դեմ պայքար Ղանդիլյան Մուրադյան մնաց գնդակը Ղանդիլյանի մոտ կա փոխանցումը, բայց ուժեղ է ստացվում այստեղ Արտուր Ղանդիլյանի կատարած փոխանցում ու հարված կտեսնենք Էդվարդ Հարությունյանի պաշտպանած դարպասից Ադարյան դեպի Մկրտչյանը Շատ լավ փոխանցում կատարեց Մկրտչյանն է Լելոյանին, Զորաբ Ադարյան խորքից Վերդերը նորից գրով է փորձում սկսել, բայց ահա այսպես պարզ իրավիճակում սխալվեցին Վերդերի ֆուտբոլիստները եզրային նետման հնարավորություն տալով Ատլետիկոին Ղանդիլյանն նետեց Ակուլյանի ուղղությամբ Ակուլյան շատ լավ ներ փոխանցումը Ղանդիլյան, բայց Ադարյանը այստեղ հաջող գործեց ու հարված կլինի Վերդերի դարպասից, այո Չկար խախտում արդյոք այստեղ ոչ ամենայն դեպս մրցավարը ոչինչ չէր տեսել ու Ադարյանը նորից փոխանցումով սկսում է Սուլեյման
Հետ ուղարկեց կրկին Ադարյանին ու երկար փոխանցում դեպի Մկրտչյանը շատ լավ իջեցեց գնդակը Մկրտչյանը Էրզումյանին ուղարկելով Մայելքոնյան նորից Էրզումյան գեղեցիկ էր, բայց Մարկայանը թույլ չտվեց Էրզումյանի հարվածը դարպասին ընդհանրից պայքար են տեսնում գնդակի համար Սարգսյան գեղեցիկ անցում ու կա խաղի կանոնների խախտում, այո, Թովմաս Սարգսյանի դեմ պայքարում Եվ հիմա Փոփոխություն են տեսնում Վերդերի կազմում Արտուր Սարգսյանը կատարում է փոփոխություն Հրաչյա Յարդումյանի խաղադաշտ դուրս բերելով ու խաղադաշտը լքում է Համլետ Մկրտչյանը Կասուլիչը Մարկայանը երկար փոխանցում է կատարում առաջ Դունամալյանը այստեղ պայքարին միջամտեց ու խախտեց այո խաղի կանոնները Ադարյանի դեմ Սկսում է Ադարյանը Հելոյան Դեպի Սուլեյման ուղարկեց գնդակը Այդ փոխանցում Ադարյանին ու կա Մելքոնյանի տարբերակը, բայց այստեղ Մարկայանը պաշտպանության կենտրոնը վերահսկում էր Հրանտ Գևորգյան ու շատ լավ նկատեց այստեղ Ղանդիլյանի եւ կատարեց փոխանցում Տեսնեք ինչ որոշում կընտրի Ղանդիլյանը Առաջում գնդակով է դեպի Աչիեզր Դունամալյան վտանգավոր է Դունամալյան ու Ադարյանը փակեց Դունամալյանի փոխանցումը անկյունային է վաստակում Ատլետիկոն այստեղ 21 րոպե անցավ հանդիպան 1 տարկից 4 րոպե մինչև խաղակեսի ավարտը թիմերը փոխանակվել են մեկական խփած գնդակներով այս խաղում Ղադիլյան փոխանցում ու չնստեց այստեղ գնդակը Դունամալյանի գլխին այո միայնակ էր ու առանց վերահսկողության էին գրեթե թողել Հարություն Դունամալյանին բայց չստացվեց ընթացքից որսալ գնդակը ուղարկել Այն Էդվարդ Հարությունյանի դարպաս ու հաշիվը մնում է անփոփոխ այո բարձր ստացվեց Դունամալյանի կատարած հարված Ադարյան Դեպի Էրզումյանը ընդունեց ու շրջվեց Խաչատուրը Էրզումյանը դեպի Էլոյանը ուղարկեց գնդակը Նորից Էրզումյան ու դեպի Սուլեյմանն էլ շատ լավ նկատեց Յարդումյանին ուղարկեց գնդակը նրա բայց Ակուլյանը առանց խախտման է գործում այստեղ պատխաղարկում Դունամալյանի հետ Իսկ հետո արդեն Շտացվեց Ակուլյանի մոտ փոխանցում կատարելը Մայիս Մելքոնյան Ուղարկեց գնդակը Յարդումյանին Յարդումյանն էլ դեպի Էրզումյանը այո գրովում է հիմա Վերդերը Հրաչյա Յարդումյան կա Մելքոնյանը բայց այստեղ Էրզումյանի փոխանցեց Յարդումյանը Ադարյան Դեպի Աչ Էլոյան այո այսպես անդադար կարող են երկու թիմերն էլ խաղարկել բայց այստեղ կորցնում է Էլոյանը գնդակ ու Եսիս կնետի Ատլետիկոն Կատարված է եզրային նետումը Դունամալյանն է կրկին գնդակով եւ ինչ է այստեղ նորից Եսիս կնետի Ատլետիկոն Մկրտչյանն եկար դետում կատարում Ադարյանը հեռացեց գնդական եկավ Ղանդիլյանին, բայց Ղանդիլյանի հարվածը մեղմ ասած այստեղ չստացվեց Յարդումյան շատ լավ փոխանցում դեպի Էրզումյանը նորից գրոյի է հասնում Վերդերը Մելքոնյան միայնակ է առաջով Մելքոնյանը բայց արագության խնդիրներ թե Մելքոնյանը թե Գևորգյանը չունեն ամեն դեպքում անկյունային է Վերդերը վաստակում այս իրավիճակում ու անկյունայինը տեսնենք Հրաչյա Յարդումյանն է գնդակի մոտ Ցածից փոխանցում Էրզումյան Հարված նույնիսկ եղավ ու Մկրտչյանը փակեց Էրզումյանի հարվածի ճանապարհը հիմա էլ երկար փոխանցում առաջ բայց Էլոյանը արդեն այստեղ է ու Դունամալյանը այսպես ասած չէր կարող հասնել այս գնդակին հարված կլինի դարպասից Մուրադյան Ուարկում է գնդակը Յարդումյանին լավներ փոխանցումը դեպի Մելքոնյանը կրուկով հրաշալի փոխանցում բայց արդեն այստեղ ոչ ոք չարձագանքեց Վերդերի ֆուտբոլիստերից Թովմաս Սարգսյան ու դիպավ գնդակը Սուլեյմանի ձեռքին այո
Markanyan դեպի Գևորգյանն է ուղարկում գնդակը Շատ լավ փոխանցում նորից ու այստեղ Ակուլյանին առանց վերահսկողության էին թողել պարզապես Գևորգյանի փոխանցումը մի փոքր ուժեղ ստացվեց Մուրադյան դեպի Յարդումյանն է ուղարկում գնդակը Նորից Մելքոնյան Փառքում է առաջին Ֆերդերի ֆուտբոլիստները գնդակը Խաչատուր Էրզունյան Դեպի Սուլեյմանը, Սուլեյման հերվից հարված, բայց բարձր է ստացում նաև Սուլեյմանի կատարած հարված ու հարված կլինի Աշոտ Գասպարյանի պաշտպանած դարպասից Հարկում է գնդակը Ատլետիկո Նրան Գևորգյան Դեպի կենտրոն Ակուլյանը ընդունեց գնդակը ու շրջվեց այստեղ, բայց Ղանդիլյանը հիմա բացվել է չկատարեց Ակուլյանը փոխանցում, հիմա է հասցեակում գնդակը Ղանդիլյանին դեպի Դունամալյանը, կրկի Ղանդիլյան ու Ադարյանը այստեղ ամեն դեպքում պայքարեց, միջև վերջ ու թույլ չտվեց Ղանդիլյանը շրջանցի իրեն, Յարդումյան Իսկ այստեղ կորցրեցին գնդակը Ֆերդերի ֆուտբոլիստները, բայց Սուլեց մրցավարը ազդարարելով Խաղակեսի ավարտը, այո, 1-1 Խաղակեսն ավարտվում է կարճ դադար, որից հետո կվերադառնանք Ֆուտբոլասեր բարեկամները բեկտարկում է Ատլետիկոն ընդդեմ Վերդերի հանդիպման երկրորդ խաղակեսը, առաջի խաղակեսում գրանցվեց 1-1 արդյունքը դիմակայությունում 3-3 հավասարություն է այս պահին ու տեսնենք երկրորդ խաղակեսում թիմերը ինչպիսի ֆուտբոլ են մատուցելու մեզ այս Կիսա Եզրափակիչով այս շքեղ առաջի խաղակեսից հետո այո Ալեքս Մանուչյանը Տուգանայինից բացեց հանդիպան հաշիվը Խաչատուր Էրզումյանն էլ Տուգանայինից խփեց պատասխան գնդակ ու առաջի խաղակեսում գրանցվեց 1-1 արդյունքը եկեք նորից վերհիշենք մրցող թիմերի կազմերը ու սկսենք Ատլետիկոից Դարպասը պաշտպանում է Աշոտ Գասպարյանը համար 1 Հրանտ Գևորգյան համար 2 Գոր Մարկարյան համար 5 Արման Ավդալյան համար 6 Թովմաս Սարգսյան համար 8 Գագիկ Ակուլյան համար 9 Նաթիմի ավակտ է Ռաֆայել Ազիզյան համար 11 Ալեքս Մանուչյան համար 13 Գուրգեն Ռևազյան համար 18 Հարություն Դունամալյան համար 21 Ռաֆայել Մգրչյան համար 22 եւ Ժորա Գևորգյան համար 80 Այո Արտուր Ղանդիլյան համար 20 նաեւ եւ թիմի գլխավոր մարզիչն է Հայկ Մերզոյանը Վերդեր դարպասը պաշտպանում է Էդվարդ Հարությունյանը համար 1 Էդիկ Էլոյան համար 7 Համլետ Մկրչյան համար 8 Հայկ Մուրադյան համար 10 Մայիս Մելքոնյան համար 11-ով նաև թիմի ավակտ է Խաչատուր Էրզումյան համար 14 Հակոբ Ամիրյան համար 17 Սուլեյման Անի Մասաուն համար 18 Զորա Բադալյան համար 23 եւ Հրաչա Յարդումյան համար 26 Պայեսային դարպասապանն է Իգոր Հովսեփյանը թիմի գլխավոր մարզիչն է Արտուր Սարգսյանը Գոր Մարկարյան դեպի Ազիզյան ուղարկեց գնդակը Ընդպիչման Ազիզյանը մտավ խաղադաշտ Ատլետիկոյի կազմում Յարդումյան Մնաց գնդակը դաշտի սահմաններում Յարդումյանը գնաց միջև վերջ ու վաստակում է անկյունային Վերդերի համար այսպես պայքարեց միջև վերջ Հրաչա Յարդումյանը ու տեսնենք անկյունայինը ինչ կտա արդեն Վերդերի ֆուտբոլիստերին Հենց Յարդումյանն է իրականացնի կարծես Փոխանցում հարված էր Կայելոյանից ու Գասպարյան այստեղ փրկում է Ատլետիկոին առաջի վտանգավոր պահը երկրորդ խաղակեսում այսպես կարող էր Վերդերն առաջ անցնել հաշվի մեջ բայց Գասպարյանը դա թույլ չի տալիս Նորից անկյունային իրականացնեն Վերդերի ֆուտբոլիստները նորից Յարդումյանն է գնդակի մոտ իսկ հիմա արդեն Մարկարյանը հեռացեց գնդակը Զորա Բադարյան Այստեղ կարող էին չհասկանալ միմյանց Ադարյանն ու Հարությունյանը, եթե իհարկե թողներ գնդակը դարպասապային Ադարյանը, բայց շատ ճիշտ վարվեց ու հիմա արդեն եսիս նետելու հերթը Վերդերի ֆուտբոլիստերինն է Էլոյանը պատրաստվում է նետելու, շատ ճիշտ պային կատարեց Եզային նետում ու այստեղ Ակուլյանն է միջամտում պայքարին թույլ չտալով Յարդումյանին հարվածել Հիմա եւս մեկ անկյունային, այո այս րոպեների երրորդ անկյունային է իրականացնում արդեն Վերդերը 1 րոպեվա ընթացքում նույնիսկ այսպես ասեմ ու տեսնենք այս անգամ ինչպես են իրացնելու նորից Յարդումյանն է իրականացնելու անկյունայինը նորից բարձից փոխանցում
Բայց այստեղ ինչ է Մելքոնյանը ամեն դեպքում հարվածի փորձ կատարեց, բայց Գևորգյանին բաժինացավ գնդակով արագանում է աջ եզրով ուղարկում գնդակը դեպի Ալեքս Մանուչարյանը, բայց այն ուժեղ ստացվեց ու հիմա արդեն Էդվարդ Հարությունյանը կտեղադրի իհարկե գնդակը դարպասից սկսելու համար ուղարկեց, գլորեց այսպես ասած գնդակը Ատարյանին դեպի աջ Էլոյան նորից Ատարյան Երկար փոխանցում դեպի Մելքոնյան ու Մարկարյանը հասնում է նորից վերջին բանին այո հեռացնել գնդակը շատ վտանգավոր կլիներ եթե Մարկարյանը չհասներ այս գնդակին ու Մելքոնյանին հասցեագրվեր գնդակը այստեղ Սուլեյման դեպի Մելքոնյան ուղարկեց գնդակը ընդունել է Մայիս Մելքոնյանն էլ Տեսնեք ինչ շարունակություն կա մտածի Սարգսյանն է պայքարում Մելքոնյանի դեմ ամեն դեպքում մնաց գնդակը Մելքոնյանի մոտ այս իրավիճակում եւ խախտում այո նշանակեց մրցավարը խախտեց Թոմաս Սարգսյանը այստեղ խաղի կանոններ ու ստանդարտ է վաստակում հիմա Վերդերը շատ չասեմ հարվածային դիրքում բայց ամեն դեպքում հարվածի փորձ Մելքոնյանից այստեղ կարող ենք տեսնել հենց նա է տեղադրում գնդակ ու կկատարի այս Փոխանցում կամ հարվածը չեմ կարող ասել, հիմա արդեն նա կորոշի ինչպես վարվի այս իրավիճակում։ Կա Սուլիչը Մելքոնյան, հարված ցածրից, բայց շեղությամբ ստացվեց այստեղ Մելքոնյանի կատարած հարված ու Ատլետիկոն կսկսի դարպասից։ Գասպարյան գլորում է գնդակի Գևորգյանի ուղղությամբ դեպի Մանուչարյանը Ունամալյանն էլ կենտրոնում ստացավ գնդակը նորից Գևորգյան, բայց գնդակի կորուստ այստեղ ու Վերդերը հակագրոյի է աստուն չափսո այստեղ ափսոս այո Մելքոնյանի փոխանցումը չանցավ դեպի Հրաչյայի Արտումյանը վերջին պահին պաշտպանվեց Ատլետիկոն ու վտանգը չեզոքացեց հիմա Դունամալյանն էլ հաջող խլում իրականացեց աջ եզրում տեսնենք ինչ շարունակություն է մտածել բայց փոխանցման ճանապարհը տեսեք Մելքոնյանը վարկյաններ անց որտեղ հայտնվեց ու փակեց փոխանցման ճանապարհը Գևորգյան Սուլեյմանը խախտեց այստեղ այո խախտեց խաղի կանոնները Գևորգյանը գլորում է գնդակը Մանուչարյանին Երկար փոխանցում բայց հիմա էլ Մուրադյանն է հրաշալի պաշտպանում Ամիրյանն էլ հեռացեց գնդակը Յարդումյան Մարկարյան պայքարն է ընթանում ու խախտեց հենց Յարդումյանն այո խաղի կանոնները այստեղ Ստանդարտ իրականացնի Ատլետիկոն խաղարկի ավել ճիշտ կլինի ասել, սա հարվածային դիրք չէ բնականաբար Մարկարյան երկար փոխանցում էր նախատեսել, բայց չհասավ գնդակը Ալեքս Մանուչարյանին Սուլեյման հիմա տեսնենք Վերդերի գրոյի փորձը, բայց Մելքոնյանին թույլ չտվեց այստեղ Ակուլյանը ոչ փոխանցել, ոչ էլ հարվածի նախապատրաստվել, այո Մելքոնյանը եթե տեսնում է չի ստացվում փոխանցում կատարելու այդ ապա անմիջապես գնդակը փորձում է հարմարեցնել ձախ ոտքին, իսկ սա խախտում չէ արդյոք, ոչ Էլոյանը մաքուր է գործել Շտուլեց մրցավարը այստեղ Էլոյանը կարծես չէր խախտել այո խաղի կանոնները ըստ մրցավարին Մելքոնյան շատ ճիշտ պահին փոխանցեց դեպի Յարդումյանը գրոյի անցել հիմա Վերդերը Հրաչյա Յարդումյան հարվածել կատարեց նույնիսկ Յարդումյանը բայց արդեն շեղ ստացվեց այո Ակուլյանը միջամտեց այստեղ ամեն դեպքում ու չթողեց Յարդումյանը լավ հարվածի Թովմաս Սարգսյան Էլոյանն էլ հիմա մաքուր գործեց ու փոխանցում կատարեց դեպի Սուլեյմանը գրոում է Վերդերը Մելքոնյան հերվից փոխանցման փորձը իհարկե հարված չենք համարի Ակուլյան դեպի Գևորգյանն է ուղարկում գնդակը Ազիզյան, Ալեքս Մանուչարյան Մանուչարյան գեղեցիկ անցումը փոխանցում եւ Էլոյան Ինչպես է պետք պաշտպանվելու հիմա Վերդերի հակագրոհ բայց ոչ պակաս պաշտպանվեց այստեղ Գևորգյանը փակելով Էլոյանի փոխանցման ճանապարհը Ամիրյան ու ինչ այստեղ խախտում է Ամիրյանը խաղի կանոնները Սարգսյանի դեմ պայքարում
ու հիմա արդեն ավելի նպաստավոր դիտկա ստանդարտից ունի Ատլետիկոն հեռար տարածություն մի փոքր, բայց ամեն դեպքում դիտկա հարվածային է Գոր Մարկարյանն է պատրաստվում հարված կատարելուն կարծես կա Սուլիչը Մարկարյան, բայց այս փորձը բարձր է ստացվում Մարկարյանի մոտ ու Վերդերը սկսելու է դարպասից այո ինչպիսի ինտենսիվ ու ակտիվ հանդիպում է ընթանում խաղադաշտում պետք է պարզապես այս հանդիպումը վայելել 10 րոպե արդեն անցավ երկրորդ խաղակեսի 1 տարկից թիմերը կարծես 1 րոպե առաջ դուրս եկած լինեին խաղադաշտ այնքան արագ է ընթանում ժամանակը Ազիզյան 2-1 նորից Ատլետիկոն առաջ է հասնում հաշվի մեջ Այսպես օգտվեց Ազիզյանի հնարավորությունից ու 4-3 դիմակայությունում Ատլետիկոն ունի առավելություն այս պահին Ռաֆայել Ազիզյան 2-1 այս խաղում 4-3 ընթանու դիմակայությունում ունի այս պահին առավելություն Երևանի Ատլետիկոն այո տվեցին մեկ հնարավորություն Ազիզյանին ու այսպես օգտվեց իր հնարավորությունից Ազիզյանը առաջին դրվագում երբ բոլորը սպասում էին որ նա կհարվածի երբ գնդակը օթում էր նա չհարվածեց ավելի հարմարեցեց գնդակի իր ոտքին ու ախնդրեմ այնպեսի հարված որից հետո գնդակը հայտնվում է Վերդերի դարպասում Ատլետիկոն այս պահին դիմակայությունում թե այս խաղում թե ընդհանուր դիմակայությունում ունի մեկ գնդակի առավելություն այս րոպեներին Մարկարյան դեպի Թովմաս Սարգսյանն էլ այստեղ առաջ ուղարկեց գնդակը բայց Ազիզյանի հետ չհասկացան միմյանց ու Վերդերը սկսելու է խորքից Այստեղ քիչ էր մնում կրկին սխալվում էին Վերդերի ֆուտբոլիստները Սուլեյման դեպի Մելքոնյան լավն էր մտահղացումը, բայց այստեղ արդեն ոչ ոքի բաժին չասա պահանջենից գնդակը Տունամալյան թողեց Մանուչարյանին էլ դեպի Ակուլյանը ինչ փոխանցում է կատարում Ակուլյանը ինչ այստեղ Տունամալյանի դեմ կարա արդյոք խաղի կանոնների խախտում թե ոչ իհարկե հիմա մի փոքր բարդ է ասելը դա մրցավարի կայացնելիք որոշումն է ամեն դեպքում հասկանանք քիչ պատահեց Տունամալյանին որից հետո դրվագի մասին կարադառնանք կդիտի ամեն դեպքում մրցավարը կդիտի այս դրվագի կրկնապատկերը Դիտեց մրցավարը դրվագի կրկնապատկերը խաղի կանոնների խախտում ամեն դեպքում չկար ու գնդակը կլինի Վերդերին այո մի փոքր կասկածելի դրվագերը ամեն դեպքում մրցավարը մնաց հաստատակամ իր որոշմանը 11 մետրանոցը նշանակված չէ այո եթե հիմա արդեն Ատլետիկոն ստանա 11 մետրանոցի հնարավորություն ու աշկի ընկնեին երկրորդ անգամ առաջ անցնելով հաշվում է կրկնապատկելով ավելի ճիշտ կլինի ասել այս խաղում իրենց առավելությունը ապա Վերդերը կրկնակի նույնիսկ ավելի բարդ իրավիճակում կարող է հայտնվել ոչ թե կարող էր քան դա եղել էր Ատլետիկոյի մոտ առաջի խաղում քանի որ այնտեղ եթե զիջում էր Ատլետիկոն երկու գնդակ ապա դեռ գիտեր որ պատասխան հանդիպում կա բայց այսօր արդեն այս խաղից հետո այլևս այս թիմերի միջև հանդիպում չի լինելու սա այն փուլն է թիմերը հասել են այն կետին որտեղ մեկը հրաժեշտ է տալու մրցաշարին իսկ մյուսը ուղևորվելու է դեպի եզրափակիչ այս պահին այս րոպեի դրությամբ Եզրափակիչի ուղղակի նվաճող ակումբը դա Ատլետիկոն ավելի մոտ է եզրափակիչին իհարկե քանի որ հաղթում է այս խաղում բայց դա մեկ գնդակ է ընդամենը տարբերությունը եւ դեռ դա ոչինչ չի նշանակում հիմա անկյունային է վաստակում Ատլետիկոն ու տեսնենք այս անկյունայինը ինչ է տալու Ատլետիկոյի ֆուտբոլիստերին Ալեքս Մանուչարյանը կիրականացնի անկյունայինը Բարձից փոխանցում Ազիզյան ու շեղությամբ ստացվեց Ազիզյանի այս փորձը առայժմ նա դիմակայությունում հաղթական գնդակի հեղինակն է Վերդերը կարծում եմ րոպեներ անց արդեն կսկսի ողջ կազմով գնալ առաջ ու փորձել խփել այդ որոշիչ ու հավասարեցնող գնդակը այս խաղում իհարկե Առայժմ կարծում եմ դա հաշվի են առնում Վերդերի ֆուտբոլիստները որ կա խաղաժամանակ այդ իսկ պատճառով Ողջ ուժերով այսպես ասած չեն շարժվել առաջ այս ամեն ինչ կամ ոչինչ սկզբունքով առայժմ իհարկե
բավական ժամանակ ունեն մեկ նույնիսկ երկու գնդակի մասին մտածելու։ Մանուչարյան դեպի Դունամալյանը, սա հարված էր ու Էլոյանը այստեղ փրկեց հիմա Վերդերին իհարկե դժվար է ասել Հարությունյանը դիպավ գնդակին թե ոչ, բայց Էլոյանը կարելի ասել հիմա վերահաս մեկ գոլից զերծ է պահում Վերդերին այս իրավիճակում։ Պետք է նորից հավարկել։ Գնդակը Սուլեյմանն է գնդակի մոտ։ Երկար փոխանցում առաջ, բայց Ակուլյանը առաջիններով վերացեց գնդակը։ Էլոյան սա հարվածի փորձ էր, բայց շեղությամբ ստացվեց Էլոյանի մոտ։ Հիմա Ատլետիկոն իհարկե կփորձի որքան հնարավոր է հանդարտ տեսնել հանդիպումը, որքան հնարավոր է։ Իհարկե լարվածությունը թողելու համար դա միանշանակ պետք է Ատլետիկոն հիմա փորձի ավելի հանգիստ ֆուտբոլ առաջարկել, բայց դա կարծում եմ իհարկե չի լինելու, քանի որ Վերդերը ընդհանրապես մեկ գնդակ է զիջում Ատլետիկոին ու սա կիսա եզրափակիչն է, հիշեցնում եմ Winter Cup-ի կիսա եզրափակիչ հանդիպումն է, որտեղ իհարկե Վերդերը րոպեներ անց այլևս կորցրելու ոչինչ չի ունենալու, քանս պետք է մտածեն այդ մեկ գնդակը հեղինակելու մասին։ Ալեքս Մանուչարյան դեպի Ակուլյանը։ Ակուլյանն էլ դեպի ձախ է ուղարկում Թովմաս Սարգսյանին, մնաց գնդակը Սարգսյանի մոտ ու այստեղ մաքուր գործողություն կատարեց Էլոյանը, Սուլեյման, իսկ սա խաղի կանոնների խախտում էր և դեղին քարտ առաջին դեղին քարտը այս խաղում Սարգսյանը կստանա։ Սուլեյմանը հիմա երկար փոխանցում է կատարում առաջ դեպի Մելքոնյանը։ Մելքոնյան կա դեպի փոխանցում Էրզումյանը, բայց Գևորգյանը թիկունքից շատ լավ գործեց Էրզումյանի ու հիմա Մանուչարյանին հասցեադեց գնդակը Դունամալյան չստացվեց ավելացնել Յարդումյան դեպի Մայիս Մելքոնյանը։ Շատ լավ անցում Մելքոնյանից ու նորից խախտեց այստեղ Սարգսյանը խաղի կանոնները։ Եվ հիմա փոփոխություն կլինի Ատլետիկոյի կազմում, այո, նաև Վերդերի կազմում Սուլեյմանի փոխարեն Մկրտչյանը կշարունակի հանդիպումը, իսկ Թովմաս Սարգսյանի փոխարեն Ղանդիլյանն է մտնում խաղադաշտ։ Այո, Միրզոյանը հաշվի առավ, կարծում եմ Թովմաս Սարգսյանի դեղին քարտը, այդ իսկ պատճառով նրան փոխարինեց հիմա այս րոպեներին։ Իսկ հիմա Վերդերը տուգանային է իրականացնելու Ադալյանն ու Մելքոնյանն են գնդակի մոտ։ Մայիս Մելքոնյան հերվից արված ու այստեղ Մարկարյանն է փակում գնդակի ճանապարհը, ինչ հարված էր կատարել արդեն Մելքոնյանը, բայց անկյունային ունի Վերդերը իրականացնելու այստեղ Մկրտչյան բարձից փոխանցում չկար ոչ ոք, փոխարենը խախտեցին այստեղ Վերդերի ֆուտբոլիստները խաղի կանոնները, Էլոյանն էր, եթե չեմ սխալվում, այդ ամենը անողը այս իրավիճակում ու գնդակը կլինի հիմա Ատլետիկոյինը։ Գևորգյան շատ լավ փոխանցում դեպի Ղանդիլյանը, բայց ինչպես է պաշտպանվում Ադարյանը այս իրավիճակում, այո, ամենաճիշտ պահին սա անկում կատարեց ու թույլ չտվեց փոխանցումը հասնի Ղանդիլյանին, փոխարենը եզից կնետի Ատլետիկոն։ Ակուլյան Արված Ազիզյանն էլ այստեղ փորձեց միջամտել այս դրվագին, բայց Ադարյանը հեռացրեց գնդակը, հիմա անկյունային Ատլետիկոն է իրականացնելու։ Ու հենց Ղանդիլյանն է պատրաստվում անկյունային իրականացնելուն, տեսնենք բարձից փոխանցում Դունամալյան, հարված Մելքոնյանն է հիմա էլ կանգնում գնդակի ճանապարհին, մի փոքր հեռացված է գնդակը, բայց եկավ այն Ազիզյանին, կրկին Դունամալյան։ Ակուլյան Ակուլյան հարվածն էլ կա Էդվարդ Հարությունյանը տիրում է այստեղ գնդակին երկար նետում կատարելով դեպի Խաչատուր Էրզումյանը, թողեց Էրզումյանը գնդակը Մկրտչյանին, նորից Էրզումյան, նորից Մկրտչյան խաղարկում է Վերդերը առաջում, գնդակը սա խորքից փոխանցում էր և տեսեք Ակուլյանը հիմա արդեն պաշտպանության կենտրոնն էր վերահսկում։ Ես իսկ կնետեմ Վերդերի ֆուտբոլիստները։
Մայիս Մելքոնյան նորից եզրային նետում կլինի, բայց արդեն Ատլետիկոյի օգտին Ակուլյանն է գնդակով փոխանցում այստեղ Մկրտչյանը դիպավ գնդակին Ադարյանն էլ պայքարեց միջև վերջ, բայց Ազիզյանը խախտել է այո խաղի կանոնները թիկունքից աշխատեց Ադարյանի Հայկ Մուրադյան դեպի Մկրտչյանն է ուղարկում գնդակը Մկրտչյանն էլ դեպի Մելքոնյանը իսկ այստեղ Մկրտչյանը դեղին քարտի արկե կստանա այս իրավիճակում միտումնար որ ձեռքով խաղալու համար Ղանդիլյան, բայց հեռու թողեց այստեղ գնդակը Ղանդիլյանը, Մկրտչյանը պայքարեց միջև վերջ, այո, հարված է լինելու Էդվարդ Հարությունյանի պաշտպանած դարպասից 5 րոպե միջև հանդիպման ավարտը, միջև հիմնական ժամանակի ավարտը, այդքան ունի իր տրամադրության տակ Վերդերը խուսափելու պարտությունից, խուսափելու Վինտեր կապը լքելուց, այդքան ունի Ատլետիկոն իր տրամադրության տակ հասնելու դեպի եզրափակիչ ուտեսնենք, այո, այնպես չէ, որ Վերդերը խփի մեկ գնդակ դրանով կհաղթարի այս սարգելքը, եթե ոչ ոքի, ապա հարված աշար կդիտենք, առաջի խաղը հիշեցնեմ շատ մոտ հաշվով է ավարտվել 2-2, հիմա այդ ամենից պակասում է միայն Վերդերի մեկ գնդակը Աշոտ Գասպարյան, ուժեղ փոխանցում առաջ դեպի Դունամալյանը, շատ լավ կասեցես Դունամալյանն էլ գնդակը Ալեքս Մանուչարյան Դեպի Աչեզր Ղանդիլյանն ընդունել է գնդակը Ղանդիլյան գուցե հարվածի ոչ դուր չեն տալիս դա այսպես հեշտությամբ փոխարենը Մանուչարյանը որոշեց ու Էլոյանն է փագում գնդակի ճանապարհը Գևորգյանը աչից արագանում է Գևորգյանը Սա փոխանցում էր այստեղ էլ Մուրադյանը փակեց Գևորգյանի փոխանցման ճանապարհը Խաչատուր Էրզումյանը հետ է ուղարկում գնդակը Հայկ Մուրադյանին ու դեպի Մկրտչյանը Մուրադյանը հասցեակեց գրոհում է հիմա Վերդերը ձախ եզրով Էրզումյան նույնիսկ փոխանցում այստեղ կա Էրզումյանի, բայց այստեղ արդեն ոչ ոք չկար Վերդերի ֆուտբոլիստերից Գասպարյանն ինչ ճիշտ նետում է դեպի Մանուչարյանը ձախ եսից Մանուչարյանը արագանում է Եվ անկյունային, այո անկյունային է վաստակում այստեղ Ատլետիկոն ու տեսնենք անկյունային ինչպես կիրականացնեն Ալեքս Մանուչարյանն է կրկին գնդակի մոտ Բարձից փոխանցում ու այստեղ չի հայտնվում գնդակը դարպասում այո Էդվարդ Հարությունյանը Հիվերջո ֆիքսեց գնդակը և թույլ չտվեց այն հայտնվի Դարպասում նմանատիպ մեկ գնդակի ականատես մենք եղել ենք երբ մրցում էին Ատալանտան ու Վիլյարեալը այնտեղ եղավ Բեգոյանի անկյունայինից փոխանցում ու Թուղթայանը նման կերպով հեռացնելուց հետո գնդակը ուղարկեց սեփական դարպասը լավ է որ այստեղ իհարկե նման իրավիճակ Վերդերի տեսանկյունից չգրանցվեց ամեն դեպքում այնտեղ մեծ էր Վիլյարեալի առավելությունը այստեղ Ընդամենը մեկ գնդակ է հարաշեշտ Վերդերին հեղինակելու, փրկվելու պարտությունից, բայց Ատլետիկոն այդ մտքի հետ համաձայն չէ միանշանակ Յարդումյան դեպի Մելքոնյանը, Մելքոնյանն էլ ուղարկեց գնդակը առաջ Ադարյանի ուղղությամբ Կա փոխանցում Էրզումյանը ընդունեց գնդակը այստեղ Փոխանցեց նույնիսկ, բայց այստեղ Ալեքս Մանուչարյանն էր միայն Ով շատ կտրող փոխանցում է կատարում Սուլեյմանը հաստրեց ամեն դեպքում այստեղ թույլ չտա որպեսզի գնդակը հասնի Ղանդիլյանին Հրաչյա Յարդումյան վերջին ուժերն է Վերդերը ներդրել ահա տեսեք Ադարյանը արդեն հարցակման մոտակայքում է տեղ զբաղեցել այո այլևս չունին Վերդերը մտածելու ոչինչ այս պահին այս դրությամբ նրանք զիջում են իսկ Ատլետիկոն ուղևորվում է դեպի եզրափակիչ այդ ամենից խուսափելու համար Վերդերը պետք է խփի առնվազն մեկ գնդակ ու հավասարությունը վերականգնի Գևորգյանի դեպի այստեղ միայն Ադարյանն էր ուղարկեց գնդակը Սուլեյմանին բայց գնդակը կորցրեցին այստեղ Վերդերի ֆուտբոլիստերը Ղանդիլյան երկար փոխանցում այստեղ էլ Ադարյանը հաջող պաշտպանվեց ու եզից նետելու է Վերդերը այո Սուլեյման
Փակվեց Սուլեյմանի փոխանցման ճանապարհը Դունամալյան դեպի Ազիզյանը վտանգավոր հակագրո Ատլետիկոյի շտապում է այստեղ Ազիզյանը միանշանակ շտապեց այո ձախից կար արդեն Մանուչայանը մի փոքր պետք է դադար պահել ու նոր արդեն ուղարկել գնդակը Դունամալյանի եթե իհարկե ցանկանում է նրան հասցեակել Ազիզյան Նորից Մանուչարյան Դեպի Ակուլյանն է ուղարկում գնդակը Մանուչարյանը, աչից կա Գևորգյանը, ստացավ Գևորգյանը փոխանցումը կա Ազիզյանը, ինչ փոխանցում դեպի Տուգանային տեսանք, բայց հասցրեց այստեղ Սուլեյմանը հեռացնել գնդակը, չի հեռացել գնդակը Դունամալյան ու Սուլեյմանը փակում է Արվացի ճանապարհը, անկյունային է վաստակում հիմա Ատլետիկոն այո վերջին րոպեներն են ընդհանուր վերջ 2 րոպեից մի փոքր ավելի քիչ է արդեն մնացել հանդիպան ավարտին Այդքան ունի Ատլետիկոն պահելու իր առավելությունը այդքան ունի Վերդերը այո կրկնում եմ խուսափելու պարտությունից դիմակայությունում 4-3 այս պայն հաղթում է Ատլետիկոն Ղանդիլյան դեպի կենտրոն բայց այստեղ չկար ոչ ոք Յարդումյանը հեռացնում է գնդակը Ակուլյանը այստեղ պայքարեց հետո էլ Մարկարյանը այստեղ կարողացավ վտանգը չեզոքացնել Մելքոնյան Դեպի աճ ուղարկեց գնդակը Յարդումյանն է այստեղ փորձում որևէ բան ձեռնարկել շատ լավ փոխանցում է Էրզումյանին հարված այստեղ ամեն դեպքում ստացվեց ու շեղությամբ ստացվեց եթե հարված էր Էրզումյանի կողմից բայց եթե փոխանցում էր ապա Մկրտչյանը պետք է գնար միջև վերջ այս գնդակի ետևից ու մի փոքր փորձեր շեղել տեսնում եք մարզիչներին ինչ ցուցումներ են տալիս իրենց ֆուտբոլիստերին այս վարկյաններին թե Արտուր Սարգսյանը թե Այգ Միրզոյանը իսկապես լարված այսպես ասած այս վերջին րոպեներն են փորձում ավարտին հասցնել իհարկե Սարգսյանը փորձում է իր թիմի հետ միասին տոնել Վերդերի եկել գնդակը Միրզոյանն էլ փորձում է այս առավելությունը ավարտին հասցնել տեսնենք կողմերից որ մեկին կնձայվի այսպես ասած հաջողությունը այստեղ Գասպարյանը վերցրեց գնդակը այո որ մեկը կկարողանա ավելի արդյունավետ օգտագործել այս ժամանակը իրոքտին Գասպարյանը իհարկե չի շտապում հիմա Աշոտ Գասպարյանը հիմա է ուղարկում գնդակը առաջ բայց այստեղ Սուլեյմանն էր այստեղ Ադարյանն է միայն Վերդերի ֆուտբոլիստերն էին Սուլեյման դեպի Մայիս Մելքոնյանը հիմա արդեն կորցնում է Վերդերի հնարավորությունը իրատեսական հնարավորությունը որը ստացավ Մելքոնյանը փրկելու Վերդերին դեռ կա իհարկե ժամանակ բայց սա շատ նպաստավոր իրավիճակ է Վերդերի համար այն էլ երբ հարվածային գոտում էր հայտնվել Մելքոնյանը Գևորգյան դեպի Մանուչյանն է ուղարկում գնդակը Էլոյանը այստեղ առաջինն էր ու եզիս կնետե արդեն Ատլետիկոն Դունամալյան Բայց այստեղ Սուլեյմանը լավ գործեց Մկրտչյան դեպի Մայիս Մելքոնյանը պատխաղարկում ու աճ եզրով Մկրտչյանը շարժվում է առաջ փոխանցումն էլ կա Գևորգյանը առաջինն է այստեղ Մելքոնյան հետո ստացվեց Մելքոնյանի մոտ խլում կատարել Մանուչյանը փակեց հարվածի ճանապարհը բայց չի ավարտվել Վերդերի գրո Մայիս Մելքոնյան տեսնենք ինչ շարունակություն է մտածում Ազիզյանը փակեց գնդակի ճանապարհը Էդվարդ Հարությունյան դեպի Յարդումյան ու կարող է սա ամեն գրո լինել այս խաղում վերջինը այս խաղում Վերդերի համար վերջինը լավն էր անցումը Յարդումյանի Ադարյան դեպի կենտրոն չկար ոչ ոք ու վերջ հանդիպումն ավարտված է դիմակայությունում 4-3 հաշվով հաղթում է Ատլետիկոն ուղևորվում դեպի եզրափակիչ ունենք առաջին մասնակցի անունը եզրափակիչում Վերդեր այսքան պայքարից հետո կիսա եզրափակիչից լքում են մրցաշարը արժանին մատուցենք իսկապես Վերդերի ֆուտբոլիստերին արեցին ամեն ինչ այս դիմակայությունում ամբողջ մրցաշարում շնորհավոր ենք Ատլետիկոին նրանք արժանացան եզրափակիչի ուղեգին ու կսպասեն արդեն Վիլյարեալն ընդդեմ Լեռնային Արցախ զույգի աղթողին խաղային օր այս հանդիպումով մեզ մոտ ավարտվում է բարի գիշեր ու ամենայն բարիք